Այսօր առավոտյան Գյումրիի Գարեգին Նժդե փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է 5 տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում 8-ամյա մի աղջնակ տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխան մահացածի դուստրն է, նրան Գյումրի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց։ Ըստ ռեանիմացիայի բաժնի վարիչ Աշիկ Դարիբալթյանի, երեխայի վիճակը գնահատվել է ծանր։ Մենք հայտնաբերել ենք ուրեմն անդրակի ձախանրագի կոտրվածք, կրծքոսկրի կոտրվածք, աջ կողմից կողերի կոտրվածք եւ թոքի սալջարդ։ Այ բավական արդայացած տրավմաներ կային, չնայած գանգուղային տրավմա մենք չենք հայտնաբերել, պարանոցային ողները ամբողջական էին, երեխան որ սկզբից որ ընդունելու ժամանակ արդեն խոսակցական չկար, ռեակցիաները շատ թույլ էին, բայց կար ժամանակից հետո երբ կատարվեց արդեն ցավազրկում եւ անհրաժեշտ միջոցառումներ ճնշումը բարձրացնելու նպատակով, հակաշոկային միջոցներ կատարվեցին, սկսեց խոսել։ Գիտակցությունը բարձր էր, պատասխանում էր հարցերին adekvat, բայց նա ուներ ռետրոգրադ ամնեզիա, այսինքն հետադարձ ամնեզիա, չգիտեր իր այդ ինչ է կատարվել։ Հիմա վիճակը մենք գնահատել ենք ծանր։ Երեխան հոր հետ եղել է Ֆորդ Մակնիշի մեքենայում, որը բարձված էր բանջարեղենով։ Զոհվածը Հարությունը այդ տարածքից մի քանի մետր հեռու միրգ բանջարեղենի վաճառքով էր զբաղվում։ Հարվածի հետևանքով մեքենան բախվել էր լուսատուի սյանը, իսկ քիչ հեռվում կողաշրջվել էր կանչի մեկնած հրշեջ մեքենան, որը եւս 3 մեքենայի էր բախվել։ Կողաշրջված հրշեջ մեքենայում գտնվող 3 հրշեջները հոսպիտալացվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոնի ընդունարանի բաժնի ղեկավար Վաղինակ Հովհաննիսյանն ասաց. վթարի զոհը տեղափոխվել է իրենց բուժ կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա կլինիկական մահը։ Շտաբօգնության մեքենայով են տեղափոխվել, մեկը կլինիկական մահ, գանգուղային տրավմա, պոլիտրավմա, կենսաբանական մահ։ Մյուս 2 տուժածներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն, մեկի մոտ կոտրվածքներ են։ Պացիենտի մոտ կա ողնաշարի կրծքային հատվածի 5-ից 5 եւ 8 ողերի եզրերի կոտրվածք, մյուս պացիենտը խնդիրներ չունի տրավմատիկ։ Մեկը հոսպիտալացվում է ստացիոնար բաժանմունք, երկուսը ամբուլատոր են հետազոտվել, գնում են տուն։ Դեպքի վայրում աշխատում էին քննիչները, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանում գրեթե ամեն օր մեկ մարդ է մահանում տրանսպորտային պատահարից։ Պաշտոնական թվերով անցած տարի գրանցվել է 4314 վթար, զոհվել է 333 մարդ, վիրավորվել ավելի քան 6000-ը։ Այս տարվա առաջին 3 ամսում արդեն 60 մարդ է մահացել ավտովթարի հետևանքով։ 2 շաբաթ առաջ խորհրդարանում այս թեմայով լսումներ էին, կոնկրետ Գյումրիում ընդամենը 3-ից 4 արագաչափ է տեղադրված, տեսախցիկներ առհասարակ չկան, ինչը ավելի է հեշտացնում կարգազանց վարորդների գործը։ Ճանապարհների կահավորանքը բավարար չէ, նույնիսկ հաշվարկել չկա, թե որքան գումար կպահանջվի Հայաստանի բոլոր ճանապարհներն անվտանգության նշաններով կահավորելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարորդներն ամենահաճախը արագությունն են գերազանցում։ Ամենաբարձր տոկոսը դա արագությունն է։ Երկրորդ տեղում հետիոտների կողմից կանոնների խախտումն է եւ երրորդ տեղը կարելի ասել շարքերի վերադասում, ինչի մասին այսօր եւս խոսեցին։ Այս պատկերը ինքը կարող է տարեստարի փոխվի որոշակի փոքր տոկոսով, բայց ընդհանուր պատկերը չի փոխվի, այսինքն առաջի տեղում մենք եւս ունենալու ենք արագություն։ Սրա հետ մեկտեղ վերջերս իշխանությունն ավելացրեց վարորդների տուգանային միավորները, դրանք 9-ից դարձնելով 13, ինչը նշանակում է, որ մարդիկ ավելի շատ խախտում անելու հնարավորություն են ստանում, նախքան կզրկվեն վարորդական իրավունքից։ Լսումների ընթացքում պաշտոնյաներն ասում էին, որ նախատեսում են փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների օրենքում, խստացնելով որոշ պատիժներ։ Ոստիկանական մեքենաների վրա էլ հատուկ սարքեր են տեղադրվելու, որ առանց վարորդին կանգնեցնելու խախտումն արձանագրվի, լինի դա ամրագոտին չկապելու, թե օրինակ ղեկին ծխելու դեպք։ Թեև պաշտոնական թվեր հրապարակելիս մատնացույց է արվում, որ օրինակ 2023-ի համեմատ 2024-ին մահվան դեպքերը 44-ով նվազել են, բայց քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ իրավիճակը շտկելու համար դեռ շատ անելիքներ կան։